կանխատեսել են, որ 25 թվականը շատ մոտ է լինելու 23 թվականին։ 19, 20, 21, 22 թվականներին, որ ամեն ինչ դուրս էր գալիս վաճառվում էր։ Ֆիզիկապես դու չես տարբերում, դա Երևանա թե չէ, հասցենա ուրիշ։ Հեռու գնացեք այդ պրոյեկտից պետք չի դարձել։ Ես շատ բառը չեմ հասկանում։ Կարծես կառուցապատման ու անշրջույքի ոլորտը ավելի շատ համագործակցային ոլորտ լինի։ Իմ համար շուկան բաժանում է երկու մասի՝ Տունեքսպոյից առաջ եւ հետո։ Շոփինգի տրամաբանությամբ է կատարվել ամենը։ Անշրջույքը առաջնային պահանջմունք բարող ապրանք է։ Այսինքն բնական ունենալը մեր օրերում այդքան էլ Ferrari-ի ժանրից չէ։ Շատ պատասխանատու խորհուրդ դիտաս դու այդ մարդուն, թե ինչ ինքը անի այդ գումարի հետ։ Ողջույն բարեկամներ, դուք միացել եք Տունկաստին, որը Տունեքսպոյի պաշտոնական ոդկասթն է։ Այստեղ մենք խոսում ենք անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտը ձևավորող մի շարք հարցերից, շուկայի միտումներ, նախագծային մտածողություն, ներդրումներ, վաճառքներ եւ այն ամենը, ինչը կատարվում է իրական շուկայում։ Այսօր մեր հյուրն է Red Invest Group-ի համահիմնադիր տնօրեն, մեր շատ լավ ընկեր եւ գործընկեր Արսեն Ավետիսյան։ Ողջույն Արսեն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շատ լավ ենք։ Մենք էլ ենք շատ լավ, մարտական, շատ ուրախ ենք, որ ոլորտի արդեն ակտիվացման շրջանում մենք էլ ենք ակտիվանում ու փորձում ենք օգտակար լինել, ինչպես ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց, այնպես էլ մարդկանց, որոնք փնտրում են անշարժ գույք եւ այս թեմաների մեջ են ու հաճախ մոլորվում են։ Ուզում եմ հենց այս համատեքստում էլ մի քիչ մեր լսողներին պատմենք, թե ինչ վիճակում է այս պահին անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտը, որովհետեւ շատ խառը աղմուկ կա, ամեն անկյունից տարբեր բաներ են խոսվում ու ամենահասարակ քաղաքացին հաճախ չի հասկանում իրականում ում վստահել, ինչ է կատարվում, մի կողմից հնչում է թե ամեն ինչ գրողիցոց է գնում, մի կողմից խոսում է որ ամեն ինչ ծաղկում է, ինչ է կատարվում իրականում շուկայում։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար, Ձիանա ջան։ Մենք ինչքան երկար ենք խոսել այս նախագծի մասին, ինչքան սպասել ենք, որ այս ֆորմատով նաև շփվենք։ Այո, պահը նոր հասունացավ։ Այո, իրականում շատ կարևոր ոդկասթների շարք կամ մշտական ոդկասթ ոնց կորոշեք, բայց ամեն դեպքում այս հարթակից տրանսլյացիա լինող ինֆորմացիան, այն ինֆորմացիան է, որին պետք է հավատալ, որի վրա պետք է հենվել, որովհետև ես պատրաստվում եմ ինքս խոսել թվերով, այսինքն ձեր տված հարցերին բոլորին կամ թվերով կամ վիճակագրությամբ եմ փորձել պատասխանել, ոչ թե կարծիքով։ Եթե սկսենք առաջի հարցից, ձեր տված պետք է համատական անցկացնենք, եթե հասկանանք, թե ինչ փուլում անշարժ գույքի շուկան գտնվում հիմա, պետք է համեմատենք, որ փուլետ ինչ ժամանակահատվածից սկսած կամ որ փուլետ համեմատած ինչ վիճակում է գտնվում։ Եթե կհիշեք, նախորդ տարվա Տունեքսպոյի ամփոփման ժամանակ մենք թվեր հնչեցրեցինք, էլի փաստերով, որ եթե չեմ սխալվում, այդ հատվածում մոտ 5000 գործարք էր եղել եւ մենք կանխատեսեցինք, որ Տունեքսպոյի ազդեցությունը շուկայի վրա մոտ արագացնելու է 10%-ով շուկան մնացած 4 ամիսների ընթացքում, 10-15%-ով, այո։ Եվ կանխատեսեցինք, որ ընդհանուր շուկայի թվերը գալու են հանգեն մոտ 10000-ից 11000-ի արանքում գնման իրավունքների օտարման ինչ-որ թվի հանրապետությունում։ Բայց նախապես կանխատեսումները ավելի հոռետեսական էին, ես հիշում եմ տարվա սկզբին, մինչև կգար Տունեքսպոն, խոսվում էր, որ այս տարի շուկան էլ նույնը չի։ Սպասումները շատ տարբեր էին, միտքս հավարտեմ, մենք կանխատեսեցինք միասին, հայտարարեցինք, որ այսպիսի արդյունքներ ենք տեսնում տարվա ամփոփման համար ու շատ լավ է, որ այս ոդկասթը այս ամսը թվերն է լինում, թե 10 օր առաջներ միգուցե այս թվերը չունենայինք։ Հիմա մենք ունենք ամփոփ շուկան 2025 թվականի գնման իրավունքների շուկան։ Խնդրում եմ սա տարբերել ընդհանուր շուկայից, անշարժ գույքի վաճառքներից, ընդհանուր մենք հիմա խոսում ենք միայն նորակառույցներից, գնման իրավունքների օտարման գործարքների թվի մասին։ Վերջին տվյալով 10000 ու մոտ 500, հա, միջինացված եմ ասում, գործարքներ իրականացվեցին Հայաստանում, ինչը մեր կանխատեսած սցենարը 100%-ով կարելի ասել կրկնեց։ Ինչ ենք մենք նաև կանխատեսում, հա, այդ թվերը պատկերացնելով ինչ եզրակացության ենք գալիս, որ եթե մենք այս տեմպով գնում ենք, ու 2024 թվականի հետ ենք համատում 25 թվականը, ուրեմն շուկան ոչ թե անկումային փուլում է, այլ ընդհակառակը զարգացման, միգուցե կայունացման նոր զարգացման փուլում։ Շատ ճիշտ դիտարկում արեցիր, որ առաջի կիսամյակը пассив էր, առաջի կիսամյակը пассив էր հաշվի առնելով 2024 թվականի մեգա ակտիվություն, այսպես ասած, այո, որը որ արհեստական չասեմ, բայց
օբյեկտիվ գործոնների վրա հենված շատ ռացիոնալ ակտիվացում է շուկայի։ Այդ գործոնները չկան 2025-ի սկզբին, բնականաբար չէր կարող լինել նույն արդյունքները, հա, բայց եթե 2025-24 թվականների հետ համեմատենք, մոտավոր 5000 գործարքի տարբերություն, հա, մի քիչ ավել գործարքի տարբերություններ եղան շուկայում, որը որ շատ տրամաբանական էր։ Ես դրանից առաջ մի քանի առիթով հարցազրույցներին ասել եմ, որ մեր 2022-23 թվականի շուկաները մոտ 10000 գնման իրավունքի օտարման շուկաներ են եղել, հա, ծավալով, ու կանխատեսել եմ, որ 25 թվականը շատ մոտ է լինելու 23 թվականին, ու փաստացի հիմա մենք թվերով, ով խոսքով չի հավատում, վիճակագրությամբ կարող է ստուգել, մենք 2022-23 թվականի շուկաները կրկնեցինք 2025 թվականին։ Ինչ է սա նշանակում, եթե մենք մի պահ մոռանանք 2024-ի ակտիվությունը ու 22-23 թվականների ինչ որ պահում, հա, փորձենք կարծիք կհայտնենք, ասենք որ շուկան վերելքի վրա է, շատ ակտիվ է, այսինքն եթե համեմատենք 22, եթե 22-ին կարծիք հայտնենք, թե ինչպիսի շուկա է հիմա։ Մենք դու էլ չեք համաձայնես որ կասեր, այսինքն մեզ մի քիչ խանգարում է 2024 թվի մեգա ակտիվությունը։ Հենց ամենաբումային այդ շրջանը սկսվեց 22, 23, 24-ին հասավ այդ կորեի պիկին։ Բումայինը, եթե այսպես նայենք, պահանջարկի բումը 19-20 թվականներին արդեն ակնհայտ էր, որտեղ ցանկացած նախագիծ, որ այդ պահին մտնում է շուկա բավարարելու այդ պահանջարկը, ծայրահեղ արագ վաճառվում էր այսպես։ Որտեղ առաջարկը շատ չէր։ Առաջարկը շատ չէր, այո, առաջարկը շատ չէր այն իմաստով, որ ներդրողները արդեն հասկացել են պահանջարկի կտորը, բայց քանի դեռ նախագիծը արվում է, պիտի մտնի շուկա, դրա ժամկետ կա ինչ որ։ Այդ ժամկետները ոնց որ մի պահ հեռացան իրական պահանջարկից, դրա համար այդ փուլում ինչ նախագիծ մտնում էր շուկա, դիտարկվում էր որպես քիչ ընտրության ինչ որ մի տարբերակ, այո, եւ արագ սպառվում էր։ Ինչ որ պահի 22-23 թվականներին քո նշած նախագծերի ու պահանջարկի արկա նախագծերի առաջարկող նախագծերի եւ պահանջարկի բալանսները եկան հավասարվեցին, կարելի ասել, ու մենք ունեցանք բավականին հետաքրքիր մրցունակ մրցող շուկա, այսպես ասած, որի վրա բոլոր ընկերությունները, ովքեր անշարժ գույքի ոլորտն են ներկայացնում, ռիելտորական ընկերությունները, կառուցապատող ընկերությունները, բանկերը տարբեր պրոդուկտներ շուկա հանեցին, սկսեցին մրցել, շատ հետաքրքիր շուկա էր։ Տուն Էքսպոն եկավ հենց 22 թվականին։ Ես դրան եմ գալիս, որ իսկ Տուն Էքսպոն ընդհանուր առմամբ դարավ մի հարթակ, որտեղ մենք 22 թվականից սկսած դիտարկում ենք այս ամբողջ process-ների խտացված մոդելը, այսպես ասած, այսինքն 3 կամ 5 օրվա ընթացքում, ախված որ Տուն Էքսպոն դիտարկենք, մենք տեսնում ենք շուկայի այդ տարվա արտացոլում, այսպես ասած, շատ խտացված գույներով, ու իզուր չի, որ ամեն անգամ երբ որ Տուն Էքսպոն ամփոփում ենք կամ մեկնարկային պահին արդեն ակտիվությունը զգալով ինչ որ կանխատեսումներ ենք անում, հա, եթե հիմնական գործընկեր Հովանավոր Մամլո ասուլիսի ժամանակ միասին որ անում ենք, բոլորս մի կարծիք ենք հայտնում, որը Տուն Էքսպոյից հետո հիմնականում իրականացվում է։ Այսպես Տուն Էքսպոն շատ կարևոր դեր սկսեց խաղալ 22, 23, 24 թվականներին, իմ համար ամենակարևոր դերը 25 թվականին խաղաց, եթե անկեղծ Տուն Էքսպոն, որովհետև մեր ընկերությունը չենք սպասում, որ 24-ից հետո ինչ որ բան կշարունակվի։ Չէ, սպասելը, տեսեք, ցանկացած պահի, երբ որ կա այդ առաջարկը, վաճառքի գործիքների ընտրությունը այդքան բարդ չի։ Այսինքն, եթե կա առաջարկ, որ 1000 ներողություն հերթ են կանգնում բնականon ձեռք բերելու, դա Տուն Էքսպոյով կլինի, դա կլինի ինչ որ կայքի միջոցով, դա կլինի ինչ որ ռիելտորականի միջոցով, էական չէ, այսինքն պետք է շատ ջանք, եթե հասկանում եք, հա, ինչ իմաստով խոսում, շատ ջանք պետք չի թափել։ Բայց ինչին է ես սպասում, այս 2-3 տարվա ընթացքում մեր ընկերությունը, շուկայում այլ ընկերություններ եւ Տուն Էքսպոն որպես նախագիծ ու big projects-ը այդ թվում, այս ամեն ինչի ստացած գիտելիքը ինստիտուցիոնալ մակարդակի կբերեն ու 25 թվականին, երբ որ այդ առաջարկը ու պահանջարկը նույնը չեն լինի կամ առաջարկը նույնը կլինի, պահանջարկի անկում կտեսնենք, այդ գործիքները շատ ավելի ինստիտուցիոնալ կլինեն, համակարգված կլինեն, միասին կլինեն, որպեսզի կարողանան
ներկայացնեմ ոլորտ, ոչ թե առանձին ընկերություններ կամ առանձին առաջարկներ, հա։ Ու 2025 թվականի տուն էքսպոն, որպես այդպեսին, իմ համար այդ ծանր դերը, այսպես մտածում եմ, որ տուն էքսպոն ցույց կտա ինչպես նախորդ տարիներին հայելի որպես, այս տարի էլ, հա, եթե տուն էքսպոն լավ անցնի, ուրեմն գլոբալ ամեն ինչ լավ է, եթե տուն էքսպոն վատ անցնի, այսինքն սպասված արդյունքները չլինեն, ուրեմն շուկայի հետ մի բան են չի։ Ու մենք միասին գնացինք Մոսկվա էլ, Երևանում սեպտեմբերին եղավ ու ամփոփման ընթացքում մեր ընկերությունը Red Invest-ը շատ լավ արդյունքներ գրանցեց 25 թվականին, գերազանցելով 24 թվականի արդյունքը, շատ զարմանալիորեն, եթե չեմ սխալվում, էքսպոն էլ որպես այցելություններով ավելի շատ ունեցավ։ Այո, էքսպոն ամեն հաջորդ տարի ավելի ակտիվ է, քան նախորդին։ Դե ոչ մեկ չէր ակնկալում, որ այդպես կլինի 25 թվականին։ Այո, մենք նույնպես իրականում։ Ու բոլոր ընկերությունները, ում հետ մենք խոսեցինք, բոլորը միաբերան ասացին, որ չեն սպասում ու շատ լավ անցավ։ Դե փառք Աստծո, այսինքն մենք եւ զգացածով եւ փաստերով հիմա տեսնում ենք մեր մոտ որպես որ շուկան կայունացել է, այսպես ասած, այսինքն 2025 թվականի թիվը կարելի է վերցնել որպես շուկայի բազային թիվ մեր համար եւ անկախ եկամտային հարկի առկայությունից, լինելուց, չլինելուց կամ այդպիսի գործիքների առկայությունից մենք որպես բազային թիվ կարող ենք վերցնել ու դրա շուրջը պտտել, հա 10000 պլյուս մինուսի շուրջը պտտել մեր անշարժ գույքի գնման իրավունքների շուկայի պահանջարկը։ Դա եթե պարզ լեզվով ասեմ, նորակառուցներից բնակարանների ձեռքբերման պահանջարկն է կառուցման փուլը։ 26 թվականին ինչ ակնկալենք, այ 26 թվականում ունենալու է մասամբ այն էֆեկտը, ինչ որ 24 թվականին մենք ունենք, որովհետև եթե 25-24 թվականին Երևանի վերջին տարիների եկամտային հարկի, 25-26 թվականը արդեն Երևանամերձ մարզերի վերջին տարին է, Երևանամերձ մարզեր որ ասում ենք, մենք կարող ենք հասկանալ, որ ֆիզիկապես դու չես տարբերում, դա Երևանա թե չէ, հասցեն է ուրիշ ու հիմա բավական պահանջարկ կա այդ ուղղությամբ, բայց ես մի կարևոր բան էլ ասեմ, եթե ամփոփենք 10000 գործարքներ այս տարվա եղած, սխալվեմ, բայց 2500 գործարք ընդհանուր եղել է մարզերում, 7500-ը եղել է Երևանում։ Այսինքն ամեն դեպքում առողջի բաժինը Երևանի գործարքներն են, որտեղ անկախ եկամտային հարկի օրենքի իրավիճակից։ Եթե շատ անկեղծ ու պարզ պետք է ասել, որ Երևանում եկամտային հարկով գործող նախագծեր կան, բայց դրանք բավականաչափ քիչ տոկոս են զբաղեցնում, դա վերցնենք այդ 7500-ից թող 2000 գործարք լինի դա։ Դա շատ մեծ թիվ եմ ասում։ Ամեն դեպքում Երևանը պահպանել է իր ակտուալությունը, գրավչությունը, այո։ Բայց մարզերում սկսել են ակտիվ կառուցել։ Մենք տեսնում ենք արտահոսք Երևանից կառուցապատողների դեպի մարզեր։ Դա կա բնականաբար, դա սպասում էր, եթե նայենք պետական քաղաքականությունը, հենց միտված էր դրան Երևանից դուրս գալը։ Ես չգիտեմ դրա պոտենցիալը ինչքան կա մարզերում կառուցելու, հա, ինչքան մեծ է այդտեղի պահանջարկը, բայց մի քիչ ուշ խոսենք երևի, հարցեր կլինեն, թե ինչ տիպի նախագծերն են ավելի ակտուալ հիմա, այդ ժամանակ խոսենք։ Այս փուլում պետք է ֆիքսել, որ հարց կառաջանա, բա ոնց եղավ, որ ասենց պահպանվեց այս ակտիվությունը։ Շատ արագ ուղղակի շուկան ադապտացվեց նոր գործիքների, դրանցից մեկը տարաժամկետ վճարման մեխանիզմով բնականի ձեռքբերումն է, որը որ ամբողջ աշխարհում ընդունված գործիք է։ Ու բանկերը նույնպես կարծես բավականին ճկուն իրենք էլ փորձում են տարաժամկետին այլընտրանք ինչ որ պրոդուկտներ առաջարկել ու շուկան լցվում է հետաքրքիր լուծումներով։ Մենք ըստիս մենք ունենք կրիտիկական քանակի մասնակիցներ շուկայի, ովքեր մրցակցություն են ստեղծում արդեն ու մրցակցության արդյունքում գործիքներ են ի հայտ գալիս։ Դրա արդյունքում շուկան, հա, այն կրիտիկական մինիմումը, այսպես ասած, եւ գիտելիքի եւ շուկայի մասնակիցների եւ պահանջարկի կա ու այդ կացեմ եփում է, այսպես ասած, ու դրա համար մենք ունենք ինձ թվում է կայուն շուկա ու տարբեր գործոններից կախված շատ արագ կամ արագ աճող շուկա նաև։ Արագ աճող շուկան եկեք հասկանանք, էլի ես չեմ խոսում գների անընդհատ աճի մասին, ես խոսում եմ պահանջարկի անընդհատ աճի մասին։ Եվ նաև առաջարկի, առաջարկի եւ պահանջարկի, այո, երբ որ մենք խոսում ենք նախ
4 թվականին մենք մի քիչ ավելի վաղ տունեքսպոների քննարկման ժամանակ, երբ որ առիթներ էր լինում, քննարկում ենք ու հասկանում ենք, որ լավ, ինչքան կարելի է նույն կացեմ էֆել, պիտի ինչ որ պահի դուրս գանք միջազգային շուկա, այն իմաստով, որ միջազգային գնորդին պիտի հետաքրքիր լինի մեր շուկան։ Այն ժամանակ մենք չունեինք այս խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը ինչ որ եւ բավականին խառը տարիներ հա, բայց չգիտեմ, բայց մենք ունենք այդ գնորդը գնորդը մտածեմ, որ իմիտացիա է, այսինքն մենք բոլորս ինքնախապեյության մեջ ենք, որ ամեն ինչ լավ է կամ լավանում է, բայց այս տեսանկյունից դրական ազդակներ իրականում կան, այսինքն մարդիկ միջազգային ինվեստորները կամ ֆիզանձինք, ովքեր որ ինստիտուցիոնալ ներդրող չեն, այլ ուղղակի գույքի ձեռք բերող են, իրենց ուշադրությունը էական փոխվել է 2025 թվականի սեպտեմբերից այս կողմ։ Իրականում մենք տունեքսպոյում էլ Մոսկվայի տունեքսպոյում այդ միտումը մի քիչ տեսանք, թե մեր գովազդային արշավի շրջանում մենք տեսնում ակտիվություն մեր Ռուսաստանաբնակ հայերի կողմից, թե հենց տունեքսպո Մոսկվայում մենք տեսանք այդ միտումը, բայց սեպտեմբերից այս կողմելու արդեն հիմա շատ ավելի մեծ է այդ հետաքրքրությունը, անգամ այս տարվա տունեքսպոյին մարտի մենք հատուկ հրավիրելու ենք հենց մեր դրսի ապրող հայերին, երևի կառուցապատողների հետ էլ կփորձենք հատուկ պայմաններ առաջարկել մեր դրսից եկող հայերին, որ իրենց կողմից կատարվող ներդրումները ամեն դեպքում մեզ համար ավելի մեծ արժեք ունեն, քան մեր ներսում արժեք տնտեսական էֆեկտի իմաստով, թե չէ իհարկե բոլորի ներդրումներն էլ շատ արժեքավոր են։ Տես, ինձ թվում է ամեն դեպքում պետք է տարանջատենք, հա, Մոսկվայի բնակ հայի եւ այլազգի գնորդի վարքագիծը, որտեղ իրենց որոշման վրա տարբեր գործոններ են ազդում, բայց ըստիս ամենակարևորը սկսել հենց Սփյուռքից, որտեղ դա օգնում է, որպեսզի մեր Սփյուռքի հայրենակիցները ավելի լավ ամուր պորտալներով կապվեն հայրենիքի հետ, հա, շուկայի հետ, անշարժ գույքի որպես ներդրումային շուկա, եւ բնականաբար դա էլ որպես հետևանք բերել է, որ իրենց ընկերները, հա, առաջի հերթին իրենց մոտիկ շրջապատը, որոնք այլազգի են, բայց ունեն վստահություն ու շուկայի ինֆորմացիա մինիմալ իրենց կտա, իդեմս իրենց ընկերոջ, այսպես սկսվելու է, ձնագնդիկը այսպես է սկսելու պտտվել կարճ ասած, ու սա երկար process է, ու սկսած երկրի իմիջից, երկրի բրենդավորումից, մինչև անշարժ գույքի շուկա, հետո նոր ամենավերջի կետով նախագծերի, դիրքավորում միջազգային հարթակներում մենք ահռելի գործ ունենք անելու։ Այո, մենք էլ միշտ խոսում ենք, որ իրականում անշարժ գույքի շուկան թվում է թե կառուցապատման, շինարարության այս ամեն ինչի հետ է կապված, բայց առաջին հերթին կենսակերպի, կյանքի ոճի, ինչ ենք այստեղ սիրում, ինչքան երջանիկ ենք ու ինչպես ենք ապրում, այս թեմաների հետ է կապված, քան հենց քառակուսի մետրերի, հաճախ հենց քառակուսի մետրերի հետ կապ չունի այս թեման։ Երկրի իմիջի, երկրի լայֆսթայլի, վաճառքի ձևերից է անշարժ գույքը։ Այո, եւ ինչ մենք տեսնում ենք, որ օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունները երևի ամենաֆանտաստիկ նախադեպ չասենք кейսերից մեկն է երկրի դիրքավորման եւ լրիվ ուրիշ կետերի վրա սեղմելուց հետո անշարժ գույքի այդ մեծ բուսթի առաջխաղացման, հա, այսպես ասենք, Արսեն մի քիչ խոսենք մեր գնորդներից, որովհետեւ տունեքսպոյում կոնկրետ գնորդները մեզ համար որպես կազմակերպիչ հավասար են մասնակից մեր գործընկերներին, իրենց թողած հետադարձ կապով, ուշադրությամբ եւ այլն, ու մենք նկատում ենք, որ օրինակ 2022 թվականի տունեքսպոյի այցելուն եւ 25 թվականի այցելուն շատ տարբեր մակարդակի, հա, գիտակցվածության, իրազեկվածության մակարդակի այցելու է։ Այ ինչ հիմնական բաներ կան, որ փոխվել են մեր գնորդի վարքագծում այսօր անշարժ գույքի եւ նաեւ ներդրողի վարքագծում եւս կարող են կոմպլեքս պատասխանել եւ որքանով է դրան նպաստել նաեւ ոլորտում կատարված փոփոխությունները, կառուցապատողները ավելի գրագետ են դառնում, գործակալությունները եւ անշարժ գույքի վաճառքի խորհրդատվությամբ զբաղվող ընկերությունների քանակն է շատանում, ինչ որ տրենդային է դառնում կրթել գնորդին, ոչ թե ուղղակի վաճառել, ու դուք էլ սրա առաջամարտիկն եք Red Invest-ով։ Ինչ է փոխվել գնորդի վարքագծում վերջին 1-2 տարիներին։ Եթե կարճ հաշվենկատության հաշվենկատ են ավելի դարձել գնորդները։ Առաջ հաշվենկատ չէին։ Հաշվենկատ էին, բայց դրանք տարբեր նույն բառերն են, տարբեր խորությամբ, այսպես ասած։ Առաջ կար շատ քիչ ինֆորմացիա, շատ քիչ վերլուծության նյութ ու հիմնականում գնորդները կողմնորոշվում էին ելնելով տեղադիրքից
եղած առաջարկից, այո, ով է սարքում, դա էլ էր կարևոր շատ, որտեվ վստահության պակաս կար, այսինքն ֆիզանձերի հետ էին կապում, անունների հետ, ոչ թե ընկերությունների, եւ բնականաբար եկամտային հարկ, եթե նախորդ ցիկլը վերցնենք, որտեվ շատ հաճախ գնորդները ուղղակի գնում են քառակուսի մեջեր, այնքան որ մի բան ունենային, այո։ Եթե վերցնենք 3 տարի հետո ինչ փոխվեց, ահռելի մեծ թվով ինֆորմացիա, ահռելի մեծ թվով գործարքներ, մեր բոլորի շրջապատում չկա մի մարդ, ով չասի, որ իր շրջապատում վերջի տարիներին ինչ որ մեկը տուն է գնել, եթե ինքը չի գնել։ Այսինքն մենք ոչ թե լուրերով լսեցինք, ոչ թե հերվից տեսանք էկրաններից, այլ ինքներս մասնակից եղանք այդ փոփոխություններին, որի արդյունքում մեզ մոտ, մեր մոտիկ ընկերների մոտ եւ այլն, այսինքն ամեն մի փոքրիկ խմբի շրջանում հայտնվեցին մարդիկ, ովքեր իրենց օրինակով այդ նոու-հաուները իմացան եւ կարծես իրենց հետ ամեն ինչ լավ է։ Փաստացի դարձան իրենց շրջապատի ուղղորդողը եւ անշրջուկի շուկայի ամբասադորը, հա։ Եվ այդպես, այսինքն մարդիկ սկսեցին շատ ավելի տարբեր ուշադրություն դարձնել պայմանագրերին, շատ կարևոր։ Պայմանագրերում նշված կետերին, եթե նախկինում մարդիկ գնում են միայն քառակուսի մետրեր եւ գիններ, հա, այս կարևոր, հիմա շատ կարևոր է ինչպես է հանձնվելու բնակարանը, բնականից զատ շենք ինչպես է հանձնվելու, ինչպեսի ֆունկցիոնալ ունի այդ շենքը, ինչ կառավարիչ է ունենալու եւ այլն, այսինքն բազմաթիվ բրենդային շենքեր հայտնվեցին, այո, դա հաջորդ փուլն է զարգացման, ես էլի ոդկասթների ժամանակ շատ հաճախ խոսում եմ, որ ինչ եմ շեշտում, որ խոսում եմ, որտեղ խոստացել ենք, որ փաստերով ենք խոսալու։ 2024 թվականից ես ասում եմ, որ 2025-26 թվականներից սկսած մեր մոտ պրոդուկտի դար է գալու, այսինքն փուլ է գալու։ Մենք սովորեցինք ինչպես սարքելում համար սարքել եւ այլն, հիմա ոչ թե մասսայական շինարարություն է գնալու մեր մոտ, այլ գնալու են կետային հետաքրքիր պրոյեկտներ, որոնք որ կոնցեպտն են, այո, որոնք որ հիմնական բաղադրիչ որոնց լինելու է կոնցեպտ ու թիրախավորված լսարանը, ոչ թե ինչ որտեղ ինչ որ հարմար հողակտորի վրա ուղակի շենք սարքելը, այլ հստակ ընտրված հողակտորի վրա։ Բայց ճիշտ է ասենք, էլի կներես ընդհատում եմ, այդ պահը կար չէ կառուցապատողների մոտ։ Իրականում որ ինչ որտեղ ինչ որ հողակտորի վրա արագ ինչ որ բան այն 19, 20, 21, 22 թվականներին, որ ամեն ինչ դուրս էր գալիս վաճառվում էր, այդ ցիկլը սկսվեց ու հաճախ հենց այդ ցիկլի պատճառով այդ ցիկլի իմիջի հետևանքն է, որ մարդիկ մի քիչ սկսեցին երկմտել, կասկածել, վախենալ կառուցապատողներից, փնովել բոլոր կառուցապատողներին անկախ խեղճ կառուցապատողի արած գործից։ Ուզում եմ մի հատ highlight ընդգծենք այս պահը, որ եղել են նման բան, բայց այժմ շուկայում հիմնականում այն խաղացողներն են, որոնք այդպես չեն վարվել։ Այո, թե կուզեք ավելի գունավոր կասեմ, ես ասում եմ, որ սկզբից սարքում են ծխախոտի տուփի նման ինչ-որ բաներ, հետո պահանջարկից ու կառուցապատողներն էլ շատ հաճախ ստեղծագործ ու հետաքրքիր մարդիկ են, ովքեր ուզում են ձեռագիր ունենալ, ովքեր ուզում են հետք թողեն, վերջո քաղաքաշինական ահռելի նախագիծ են անում եւ ուղղակի վաճառել քառակուսի մետրերը ոչ բոլորի համար է, ոչ բոլորի ցանկությունն է եւ այդ իմաստով բնականաբար մենք արդեն ունենք նախագծեր, ովքեր շատ հետաքրքիր են, որոնք արդեն ցուցադրելի են, այսպես ասած, միջազգային գնորդին նույնպես, բայց հիմա ավելի շատ, այսինքն հիմա նույնիսկ այն կառուցապատող, որը նոր է մտնում շուկա, ինքը գիտի, որ ուղղակի ծխախոտի տուփ շագարտով ասելով սարքել վաճառել չի ստացվի, նույնիսկ եթե դա մարզում է։ Եվ այս իմաստով բավականին լավ է, որ մենք այս փուլը շատ խտացված ու արագ անցանք, սա կարող տևեր 15 տարի մեր մոտ, հա, եւ բայց մեր մոտ տևեց մոտ 5 տարի կամ ավելի քիչ, որտեղ process-ները շատ արագ էին ու խիտ էին։ Հիմա մենք որպես արդյունք ունենք բավական հետաքրքիր շուկա, հետաքրքիր նախագծերով, ես որ ասում եմ հետաքրքիր շուկա, հետաքրքիր նախագծերով, լսողների մոտ տպավորություն չլինի, որ սա վերջն է ու մենք չենք կարել զարգանանք, չէ, բայց ուղղությունը որպես այդպեսին բավական հետաքրքիր է։ Վեկտորը բռնել ենք։ Իմ կարծիքով, հա, որտեվ ել եմ ասում, կան կրիտիկական քանակի մարդիկ ու խաղացողներ շուկայում, ովքեր մրցում են իրար հետ,
ու այդ մրցակցությունը բերում է հետաքրքիր արդյունքներ վերջնական սպառողի համար։ Եթե մի հարցի պատասխանում երեք եթե չեմ սխալվում միասին ինչ որ առիթով խոսում ենք էլի, մեր ընկերներից մեկը հարցրեց լավ այսքան սարքում են։ Արդյոք դրա պահանջարկը կա։ Ես ասացի, եկեք տրամաբանենք էլի, եթե մեր մոտ պլանային շինարարություն չի, այսինքն պետությունը ուղղակի չի սարքում, որ Աստված գիտես ով պետք է դա այդտեղ ապրել, մասնավորն է սարքում, մասնավորը պլանային տնտեսության լոգիկայով չի սարքելու ու հասկանա երբ կծախվի, ոնց կծախվի։ Ուրեմն շատ վարկվեցնի կամ ինքը վստահ է, չէ, որ կանի, ու դա մի հոգու վարկագիծ չի, դա ինչ որ խմբի վարկագիծ է։ Այսինքն կա այնտեղ ինչ որ բան, որը որ ստիպում է մարդկանց սարքել կամ այս գործը շարունակել։ Իսկապես երբեմն տպավորությունը թե ինքնանպատակ է այս ամբողջ շինարարությունը ու տպավորությունը նաև թե կառուցապատողները ուղղակի անverջ հարուստ են, չգիտեն այդ փողի հետ ինչ անեն, անում են շինարարություն, բայց երևի կարևոր է էլի ընդգծել, որ բոլորը ունեն պլաններ եւ ունեն նաև ռազմավարություն այդ գույքի սպառման ու ի վերջո շուկայի ուսումնասիրության հիման վրա է որոշում կայացվում, չէ՞, կառուցել ինչ որ բան թե չէ։ Դե հիմա հաշվի նկատ կառուցապատողը իհարկե հենց դրա այդ ֆակտորների վրա, այսինքն եթե նախորդ էտապներում կար հող ուղակի ու վրան ցանկացած ճարտարապետական տեսքով ինչ որ շենք պետք է վաճառվեր, հիմա մեր մոտ եթե գալիս է ինչ որ խորհրդատվության նախագիծ կամ հող որպես այդպեսին, շատ լուրջ խորությամբ ուսումնասիրվում է թիրախը, ովքեր են այդտեղ հավանական գնորդները, ինչ կոնցեպտ պետք է լինի, ինչ ֆունկցիոնալ պետք է լինի շենքում հավանական գնորդների իհարկե դա այդտեղ է նախագիծը ձևավորվում, մնացածը տեխնիկական փուլն է, այսպես ասած։ Եթե շուկայում ճիշտ կոնցեպտը ներկայացնում ես, հա, ճիշտ թիրախը սկզբից պատկերացնում ես ու քո նախագիծը անում ես այնպես, որ այդ թիրախի բոլոր խնդիրներին կպնի ինչ որ ձև, բնականաբար վաճառքի խնդիր հետագայում քիչ ես ունենում, իրացման խնդիր, որտեղ քո նախագիծը լավն է վերջո, այսինքն կա մարդիկ ում պահանջարկը դու բավարարում ես, էլի։ Ես մի բան եմ հիշում, որ շատ ինձ զարմացրել էր տարիներ առաջ, երբ իմացա, որ երբ ինչ որ մեկը որը կառուցապատող չէ դեռ, բայց ուներ կամք, այսպես ասած, եւ գումար կառուցապատող դառնալու, ձեզ մոտ էլ եկել էր խորհրդատվության, շատ հետաքրքիր նախագծով, բայց դու պատասխանել էիր իրեն, որ սա չի ստացվի, ոչ մեկը չի առնի այս գույքը կամ առնվազն կեսը կվաճառվի, մյուս կեսը այդպես կմնա ու խորհուրդ էիր տվել հրաժարվել այդ մտքից։ Ես շատ զարմացել էի, որովհետև տպավորություն է, որ ձեր բիզնեսի նպատակն էլ այն է, որ մաքսիմալ շատ կառուցվի, շատ լինեն ձեր գործընկերները, շատերին համար այդ խորհրդատվական հարթակը լինեք ու իրենց նախագծերը անպայման լինեն, բայց ինձ այդ պահը համ զարմացրել էր, համ շատ համել հույս տվեց, ես ինչու եմ ինքս վստահում շատ այս ոլորտին, որովհետև ներսից տեսնում եմ, թե ինչքան բան իրականում լավ էլ զսպված է, լավ էլ հետևողականություն կա մեջը ու շատ էի զարմացել այդ մոտեցումից քո, երբ այդ մարդուն շատ պարզ մարդը փողով եկել նստել է, բայց դու ասացիր, որ եթե մեր ընկերության գնացեք այդ պրոյեկտից պետք չի դա ձեզ։ Մեր ընկերության մոդելից մի քիչ խոսենք, մենք ես շատ բառը չեմ հասկանում, այսինքն դրա մեջ իներցիա կա իմ կարծիքով ու լինել ամենամեծ, ինչ է նշանակում լինել ամենամեծ, ամենաշատ գույքը վաճառել, ամենամեծ թվով չեկերը վաճառել, ամենաշատ միջնորդավճար աշխատել, նշանակում է, որ շատ փող աշխատել, այդպես է ընկալվում, բայց հաճախ իրականությունը դա չէ։ Հիմա առավել եւս ինձ հետաքրքիր չեն այն նախագծերը, որոնք այս իմ ասած տրամաբանությունից, կոնցեպտից եւ այլնից դուրս են։ Ու մենք բավական, եթե այն ժամանակ խիստ էր, հիմա ավելի խիստ ենք մոտենում, թե ինչ նախագծերի հետ աշխատենք։ Ֆիլտրելուն։ Այո, մենք ունենք հիմնական 7-8 գործընկերներ, որոնց հետ պարբերաբար նախագծեր ենք անում եւ տարին 1-2 նախագիծ նոր գործընկեր ում հետ հատային նախագծեր ենք անում։ Մեր համար ուղղակի վաճառքը ինչ որ արդյունք է արած աշխատանքի։ Մենք ստանդարտ ռիելտորական ընկերություն չենք որպես այդպեսին, մենք ավելի շատ trust կամպանիա ենք, trust ընկերություն, վստահելի ընկերություն։ Այո, մենք տենց էլ դիսկավորվել ենք, որը որ օգնում էր այն ժամանակ ոչ այդքան բանիմաց, հա, օբյեկտիվ ինֆորմացիա բացակայության արդյունքում գնորդին փոքրինչ ավելի վստահելի ու ինչ որ այլ ֆիլտրեր անցած ընտրություն կատարել։ Թեկուզ եթե ձեր նախագծերից չլինեին, թեկուզ մենք շատ-շատ դեպքեր են եղել, երբ որ
ճակերտավոր մեր մրցակից ընկերության ղեկավարն էին զանգել, կամ ես իրենց, կամ իրեն, չգիտեմ, շատ տարբեր դեպքեր ու մեկս մյուսի ինֆորմացիան կիսվել են, որպեսզի մեր մոտ եկած հաճախորդը իրենց մոտ գույք գնի ու ի վերջո բնակարանը կամ անշարժ գույք ձեռք բերելը խաղալ պար չի ու կոշիկ չէ, որ մարդ մի անգամ կարող է իր կյանքում այդպիսի որոշում կայացնի, շատ պատասխանատու խորհուրդ դիտաստու այդ մարդուն, թե ինչ ինքը անի այդ գումարի հետ։ Մի բան էլ, որ ինձ այս ոլորտում էր տոն էքսպոյի ու անշարժ գույք կառուցապատման շատ իմ դուրս շատ է գալիս է այս պահը, որ ոլորտի խաղացողները թունոտ մրցակցություն չունեն իրար հետ ու հակառակը մենք տեսնում ենք, որ նույն նիշայում անգամ նույն նմանատիպ շենքեր ունեցող մարդիկ եւ իրար հետ ընկերներ են եւ կիսվում են, թե ում մոտ ինչ վիճակի իրար խորհուրդներ են տալիս ու այդ վատ մրցակցությունը այս ոլորտում կարծես չկա։ Կարծես կառուցապատման ու անշարժ գույքի ոլորտը ավելի շատ համագործակցային ոլորտ լինի։ Արսեն միշտ է այսպես եղել, թե այս վերջին տարիներին ու ավելի երիտասարդ սերնդի գալուց հետո ենք մենք տեսնում այս թեման։ Փորձեր եղել են, ասոցիացիաներ կան մի շարք։ Ասոցիացիաների փորձեր եղել են, ռելտրական ասոցիացիայի փորձեր եղել 2-3-ը, կառուցապատողների ասոցիացիա, չգիտեմ, շինարարների ասոցիացիա կա, չգիտեմ, կառուցապատողների ասոցիացիան կուր կառույց է, այո, կառուցապատողների ասոցիացիան հենց այս ալիքի վրա հիմնվեց։ Այս ալիքի վրա հիմնվեց նաև ռելտրների ասոցիացիան, Հայաստան շրջգույքի գործակալությունների ասոցիացիան, որի հիմնադիր անդամ ենք նաև մենք։ Չգիտեմ, երևի նույն իմ ասած խնդիրները եղել են նախկինում ու պահանջը զգացվել է, որ պետք է այդպիսի կառույց, բայց քանի որ այդ ինֆորմացիան ու դրա հողի վրա պահանջարկը այդքան չի եղել, երևի չեն մնացել, հա, շուկայում, բայց հիմիկվա ստեղծած կառույցները բավականին ամուր են։ Ամուր ասելով, լուրջ ինստիտուտներ են դառել, կառուցապատողների հայկական ասոցիացիան շատ լուրջ հարցեր է լուծում, մեր ասոցիացիան կրկին օրենքի հետ կապված շատ լուրջ աշխատանք տարանք, հիմա ռելտրների գործունեության մասին օրենքը ընդունվեց արդեն այս տարի լրիվ շուկան կփոխվի այդ իմաստով նաև մենք նաև կառուցապատողներ կան ասոցիացիայի անդամ ենք, այսինքն երկու տեղն էլ ես ակտիվ տեսնում եմ, թե ինչ ահռելի աշխատանք է արվում ու պետության հետ աշխատանքն է կարևոր, պետությունն էլ օբյեկտիվորեն պիտի ասեմ, որ շատ կետերում պետությունը լսում է եւ ընդառաջել բառը սխալ է, ընկալում է այն մասնավորի այն պահանջը, որը օբյեկտիվ կօգնի շուկային։ Բայց ինչու, որովհետև տնտեսության համար ամենամեծ լծակը հանդիսացող ոլորտներից մեկն է, չէ՞, կառուցապատման ոլորտը։ Եթե ասեմ այո, կստացի որ փոքր ոլորտներին պետություն չի նայում, չգիտեմ։ Չէ, էլի նայում է, բայց ամեն դեպքում մենք բոլորս գիտենք, որ եթե կառուցապատման ոլորտի հետ մի քիչ մի բան աճ ու ձախ, դրա տնտեսական բացասական հետևանքը շատ մեծ կարող է լինել մնացած ոլորտների համար նույնպես։ Շատ մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի կառուցապատումը իհարկե ու պետությունը դա էլ է հաշվի առնում։ Քաղաքաշինության կոմիտեն է բավական լավ աշխատում էկոնոմիկայի նախարարությունը։ Սա չի նշանակում, որ ոչ մի հարց չկա ու ոչ մի բանավեճ չկա, այսպես ասած, բայց երևի հենց այս ֆորմատով էլ բոլոր երկրներում աշխատում են։ Երկխոսություն կա ամեն դեպքում։ Միանշանակ շատ դեպքերում ընդունվում են օրենքներ, ընդունվում են նոր կարգավորումներ, որոնք ընդհանուր քննարկման արդյունքում ստեղծված փաստաթղթեր են, ու այդ փաստաթղթերում արտացոլված է ոչ մի կողմի ամբողջական կարծիքը, ոչ էլ մյուս կողմի, այսինքն պետություն մասնավոր ընդհանուր կարծիք, ընդհանուր քննարկման արդյունքում ձևավորված փաստաթղթեր են դրանք լինում։ Ամեն դեպքում բալանսավորված։ Այս վերջին նորություններից, որ շուտով երևի կհայտարարվի կամ կընդունվի, որ դրսում ապրող մեր հայրենակիցները կարող են անշարժույթ ձեռք բերել անգամ ֆիզիկապես չներկայանալով, հա, այսինքն առանց լիազորագրով, այսինքն եթե նախկինում մեր մոտ վառ օրինակ է նման փոփոխություն։ Դրսում ապրող հայրենակիցը պիտի լիազորագիր գոնե ուղարկեր, որպեսզի այստեղ նոտարական վավերացման համար իրեն ներկայացնեն, հիմա գործառույթը այս գործարքի մեջ նոտարների ներկայության պարտադիրություն է, այսպես շուտով դուրս կգա եւ ըստ օրենքի մենք կարող ենք արդեն բանկային պայմանագիրը բանկը որպես ստուգող եւ հաստատող մարմին այս տիպի գործարքներում կարող է հանդես գալ եւ մեր հայրենակիցները դրսում ապրող կարողանան ուղիղ առանց հավելյալ միջնորդի կամ ջանքերի գնել բնակարան կամ անշարժույթ կառուցապատողից։ Այս շատ կարևոր է նշել, թե երկրորդային շուկայում այս մեխանիզմը չի աշխատելու։
Շատ լավ, Արսեն, մի քիչ էլի հետ գնանք Տուն Էքսպո, քանի որ մեր ճանապարհը հենց այս ոլորտի մեջ Տուն Էքսպոից է սկսվել։ Red Invest Group-ը Տուն Էքսպոյում իր դերը ունի հենց ամենասկզբից եւ չի եղել նման տարի կամ նման անգամ փոքրիկ միջոցառում, որը Տուն Էքսպոյի հետ է կապված, որ Red Invest-ը ներկա չլինի եւ շատ ակտիվ, այսպես ասած, չշարժի նաեւ մնացած մասնակիցների նախանձը երբեմն, որովհետեւ մենք տեսնում ենք, թե դուք կարծես պատերազմի դաշտ գաք, չեմ չափազանցնում եւ բոլոր մարդկանց համար, որոնք չեն պատկերացնում, այսպես ուզում եմ պատմել, դուք գալիս եք ամբողջ թիմով վերցնում եք բավականին մեծ տաղավար, թեկուզ ամենավերջում սրահի եւ հաճախ շատերը զարմանում են, ինչպես կարելի է լինել ամենավերջում, չերևալ սկզբից, բայց այդքան լավ արդյունք տալ։ Բերում եք ձեր բոլոր նախագծերը շատ մաքսիմալիստական մոտեցումներով։ Ես նկատում եմ, որ վերջին շրջանում կարծես մի քիչ մոտեցման մեջ կա փոփոխություն։ Կուզեմ մի քիչ կիսվես, թե Red Invest-ի համար Տուն Էքսպոն գլոբալ զարգացման ռազմավարության մեջ ինչ դեր է ունեցել եւ ինչ դեր ունի այսօր ու մարտի 27-28-29-ին սպասվող այս տարվա Տուն Էքսպոին մենք ինչ պիտի ակնկալենք Red Invest-ից, մենք ասելով նկատի ունեմ գնորդը, որը պիտի գա ձեր տաղավար։ Ինչպես նշեցի, Տուն Էքսպոն որպես շուկայի աքսելերատոր իմ համար շուկան բաժանում է երկու մասի։ Ժամանակագրության տեսանկյունից Տուն Էքսպոյից առաջ եւ հետո։ Տուն Էքսպոյի մեկնարկին մենք ամփոփում ենք այդ պահի շուկան, տենդենսներն ենք ինչ որ ուրվագծում, ինչ որ նշաձողեր ենք սահմանում, երևակայական եւ այլն, ու մոտավոր պատկերացում եւ այլն։ Ինչի որտեվ այդ միջոցառման ժամանակ իրոք խտացված պատկերը շուկայի երևում է եւ գնորդի պատկերը եւ նախագծերի եւ կառուցապատողի եւ 13-րդ ամիսը լինի եւս մեկ ամիս նայած թե 13-րդ ամիսը կլինի թե մի քիչ ավելի շատ, բայց ակնհայտ իմ չափելիությամբ մենք շատ հաճախ անում ենք այդ վարժությունը մեր գործարքների թվերը 15% Տուն Էքսպո պլյուս 3 ամսվա կտրվածքով 15% ավելի աճը լինում է, որտեղ ներգրաված հաճախորդների քանակը սպասարկվում է 3 ամիս, ոչ միայն Տուն Էքսպոյի շրջանակում, այլ նաև դրանից պլյուս 3 ամսվա ընթացքում է սպասարկվում։ Որովհետև գովազդային արշավները, այդ ամբողջ տեղեկատվական նաև աղմուկը, որը բաժանվում է ամիսների միջև եւ ավելի լավ է աշխատում։ Այս իմաստով եւ մեր ընկերության համար շատ կարեւոր Տուն Էքսպոյով տարեկան կալենդար այսպես ասած սահմանել եւ ինձ թվում է նաեւ շուկայի բոլոր մասնակիցների համար, ովքեր ուզում են քիչ թե շատ դիրքավորվեն, առաջին հերթին, երկրորդը փաստացի վաճառքներ ունենան, երրորդը զգան զարգերակը շուկայի, չորրորդը շփվեն այդ շուկայի հետ ուղիղ քո ասած ճակերտավոր պատերազմի դաշտում եւ հաճախորդների հետ ամենակարևորը շփվեն։ Ահռելի մեծ փորձառություն է թիմերի համար, որոնք աշխատում են Տուն Էքսպոյի շրջանակներում։ Մենք երբ որ արտասահմանում ենք լինում ու ցույց ենք տալիս վիդեոները կամ փաստերը, հա, չգիտեմ, 3 օրվա ընթացքում 150 կամ 200 բնակարանի ամրագրում փաստացի պայմանագրով մեր արտասահմանցի գործընկերները չեն հավատում դրան ուղակի, բայց դա մեր ընկերության միայն մասին չի, այլ նաև մեր բոլոր գործընկերները, ովքեր Տուն Էքսպոյին մասնակցում են, պլյուս մինուս նույն կարծիք ունենք ու նույն արդյունքներ ունենք, այսինքն այստեղ չեմ խոսում մեր ընկերության մասին, խոսում եմ այն էֆեկտի մասին, որը տալիս է այս միջոցառումը, եւ ցանց պետք է կարողանալ լավ օգտվել։ Մեր ընկերությունը փորձում է մաքսիմալ օգտվել դրանից։ Մենք ամեն տարի ճիշտ ես ասում, մաքսիմալ թվով ներկայացնում ենք նախագծեր եւ այլն, բայց այս տարի մի քիչ փոխելու ենք ֆորմատը, որովհետեւ ուզում ենք մի քիչ ավելի կենտրոնանանք մի քանի շատ կարևոր նախագծերի համար, մեր նախագծերի վրա մեզ համար։ Այո, ձեր պորտֆոլիոյում չենք որոշել, տեսնենք հենց հիմա բավականին ավելի քիչ կլինեն նախագծերը։ Հիմա հայտնվել են շատ հետաքրքիր նախագծեր, որ կարող է մարդիկ, որ Red Invest-ի հետ առնչվել են մի քանի տարի առաջ, չպատկերացնեն, որ հիմա դուք ունեք քաղաքաշինական բավականին մեծ նախագծեր ու նաև իրենց տեսակի մեջ եզակի մոնո նախագծեր, ինչպիսին օրինակ Դալան տեխնոպարկը, որը տարածաշրջանում չկա, հա, Դալանի նման է, եւ Բոսկոն եւ էլի շատ այսպես հետաքրքիր նախագծեր, որոնք նաև Տուն Էքսպոյին են յուրահատուկ շարմ տալիս ու նաև Տուն Էքսպոյին բերում ինստիտուցիոնալ ներդրողների մարդկանց, որոնք պատրաստ են ավելի մեծ ներդրում կատարել, քան պարզապես մի քանի բնակարան գնելն է, ու դրանով նաև հարստանում է Տուն Էքսպոյի այցելուների, հա, այդ
պատկերը, որովհետև մարդը, որը դալանի համար գալիս է տուն էքսպո, նաև տեսնում է մնացած քաղաքաշինական նախագծերը։ Այս իմաստով նաև մենք շատ գնահատում ենք ձեր պրոյեկտների ներկայությունը։ Բացի մեր պրոյեկտներից, այլ բոլոր պրոյեկտների սիներգիան տուն էքսպոն տալիս, այսինքն շատ ճիշտ նշում ես, որ մի նախագծի համար հետաքրված գնորդը տեսնում է եւս 100 նախագիծ, որ գուցե երբեք չտեսներ այդ նախագծը։ Ու միգուցե չի գնում սկզբնական նախագծից, այլ գնում է մի ուրիշ տեղից, բայց այս ամեն ինչի մեծ սիներգիա է ստեղծում ու շատ լավ արդյունք են տալիս։ Կամ օրինակ մենք ունենք այդպիսի դեպքեր, որ այցելուն եկել է լրիվ ուրիշ նպատակով կամ մեկ բնակարան գնելու, բայց մի քանի բնակարան գնաց, միտեղ ամրագրում արած, միտեղ ինչ որ ընկերոջն է բերել, այսպես շոփինգի տրամաբանությամբ է կատարվել ամենը, որովհետև առաջարկները այդ օրերի իսկապես լինում են բացառիկ ու հետո չեն կրկնվում։ Ես չգիտեմ, դու գիտես, որ սա ունիկալ նախադեպ է իրականում աշխարհում, ու ամեն մեկում մենք չգիտենք այդպես էքսպոներ, որոնք հենց գնորդի համար տոտալ վաճառքի վեն, այսինքն այսպես ցուցահանդես վաճառք է, ցուցահանդես վաճառք է հենց, չէ, դրսում է օրինակ հարևան Վրաստան։ Եթե վերցնենք ուղղակի Վրաստանի քեսը, Վրաստանում ես չդիմացա այդ դանդաղության այդ էքսպոյը, որտեղ Վրաստանի էքսպոները իրանք տարածաշրջանային են, չգիտեմ, Թուրքիայից էլ նախագծեր կան, Ադրբեջանից էլ, բայց ուղղակի ոնց որ թանգարանային ժամեր լինեն, մարդիկ գալիս են, նայում են, չկա այդ ակտիվությունը ու չկա այդ միտվածությունը, որ այստեղ հենց պետք է գնման process տեղի ունենա, այո։ Չգիտեմ ոնց տուն էքսպոյի առաջի տուն էքսպոյի ժամանակ ստացվեց, որ ոնց որ այս թելը թելվեց, բայց շատ ունիկալ ու շատ հետաքրքիր ու շատ արժեքավոր նախագիծ ունենք երկրով, ոչ թե Red Invest Campaign Project-ը նախագիծ է։ Ես ու ես անընդհատ շեշտում եմ, որ այս նախագիծը նույնիսկ Hamlet-ը երբ որ քննարկումներ են կանում, ասում եմ ինքը ավելի մեծ է, քան Big Projects-ը, ինչ որ բայ դառնալու, ու ինքը առանձին իսկ թվա նախագիծ պիտի սարքես իրան, ու ինքը պիտի դառնա ինստիտուտ, այսինքն չգիտեմ, հաշվետվողականություն ունենա եւ այլն, շատ կարեւոր ինդիկատոր պետք է լինի անշարժույթի ոլորտի համար առհասարակ։ Մենք իրականում կարծես ոլորտի համար մի քիչ այդ մարքեթինգային այն շատ մեծ գործակալություն լինենք, որը ոչ թե սահմանափակվում է ինչ-որ բաներ նկարել, հրապարակել եւ այդ ավանդական մարքեթինգով, մենք վերցրել ենք ցուցահանդես գործիքը, որը այնքան ավանդական մեր ապերի թվից եկող գործիք է ու տպավորություն է, թե լավ ով պիտի այս թվային դարում հեռախոսը սմարթֆոնը թողնի մի կողմ եւ խցանումներով հասնի օրինակ Meridian Expo կենտրոն, որի տեղը 24 թվականին չգիտեին էլ, մարդիկ, որովհետեւ մենք մինչեւ այդ Կարեն Դեմիրճյանի անվան մարզամերգային համալիրից սկսեցինք, բայց ամեն տարի մենք տեսնում ենք, որ հակառակը մարդիկ կարծես հենց դրա կարիք ունեն, որ գան, տեսնեն, այ ով է Արսենը Մսիծարյունից իր նման մարդ է, էս էլ Արսենի թիմն է, սա էլ Արսենի պրոյեկտներն են, չգիտեմ, այս պահին էս արժեք ունեն։ Ինձ թվում է ամեն դեպքում այդ ամենամարտկային բնազդային բաները միշտ բոլոր տեսակի բիզնեսներում աշխատելու են։ Այնքը մեծ միջոցառում է քաղաքի համար, զգացել ես, որ այդ օրերին ասում են պիտի գնանք էքսպո կա, պիտի գնանք էքսպո, ինքն են մարդիկ։ Տուն առնելու օրեր են։ Նույնիսկ եթե տուն չես առնում, հետաքրքիր է որ շրջես։ Ես միշտ ասում եմ, որ անշարժույթը առաջնային պահանջմունք բարերով ապրանք է, եւ չկա շուկայի քաղաքացի, որ շուկայի մասնակից չի։ Անկախ տարիքից, սեռից, ինչքան տուն ունի։ Այո, կա մարդ, որը տուն ունի չի վաճառում, կա մարդ, որը տուն ունի չի ուզում գնի։ Այս երկուսին մենք կարող ենք հաշվել пассив շուկայի մասնակից, բայց իրանք մինիմում ուզում են իրենց կապիտալի գինի իմանան։ Դա շատ կարևոր է։ Դրանով իրանք մասնակից են։ Ու այն պահին, երբ որ իրանք կապիտալի գինի իմանալով կամ ինչ-որ գործոնի ազդեցությամբ տաքանում են ու մտնում են շուկա, իրանք դառնում են լիրավ անդամ, այսինքն մենք չունենք լրիվ հեռու մարդ շուկայից, ոնց ասեմ, եթե վերցնենք Ferrari-ի հավանական շուկան, այսպես ասած, չկա, չէ, մարդ որ երբեք կան մարդիկ, որոնք երբեք դու գիտես, որ իրենց համար դա բազային պահանջմունք չի, բայց բնակարանը դա բազային պահանջմունք է, ճոխության ապրանք չի, դա Ferrari օրինակը բերեցի շատերի մոտ, բնակարանը Ferrari գնելու հետ նման ինչ-որ բան է ասոցացվում, իսկ իրականում դա առաջնային պահանջմունք բարերով ապրանք է, որը որ կներես, որը որ հիմա գնելը էական ավելի հեշտացել է։ Այն մի հատ մեծ թվերով կբացատրես օրինակ, մարդը, որը ստանում է, ենթադրենք միջինում 400,000 դրամ աշխատավարձ։ Լավ, 300 մի քիչ էլ ավելի մեծ շուկայից, հա։ Ամսական ինչքան գումար է այդ մարդուն հարկավոր,
որ ինքը ունենա բնակարան։ Ուրիշ ինֆորմացիա չունենք։ Եթե 300,000 դրամ գումարած իր եկամտային հարկի։ Այո, գումարած։ Ստանում է մաքուր 300,000 դրամ։ Տեսեք, եթե հիպոթեկի տարբերակը նայենք ու եկամտային հարկով վերցնելու տարբերակը նայենք, ինքը մոտ 120-ից 150,000 դրամը իր կարող է, եթե միայնակ է ապրում, դնել հիպոթեկի փակման վրա, այսպես ասած, բանկը դա նորմատիվային 50% պլյուս մինուսը այս դեպքում կհաշվարկի, հա։ Ամսական 150,000 դրամ մարումով հիպոթեկը դա մոտ 12-ից 15 միլիոնի արանքում թիվ է, որը որ բանկը կարող է տա որպես հիպոթեք։ Այստեղ դու պետք է ունենաս 10% կանխավճար, այսինքն եթե դու գնում ես 14 միլիոն արժողության բնակարան, դու 1.5 միլիոն պլյուս մինուս կանխավճար պետք է անես, մնացածը քեզ բանկը տալիս է որպես հիպոթեք։ Այս տրամաբանության մեջ քեզ ամսական մարումդ մոտ 150,000 դրամ է լինելու, բայց երբ որ դու 300,000 դրամ գումար ես ստանում, դու մոտ 60,000 դրամ եկամտային ունես, ու այդ 150,000 դրամի մեջ եթե սկզբի շրջանում շատ քիչ մասն է մայր գումար, վերջնենք 135,000-ը տոկոսներ են, 15,000-ը մայր գումար, այդ 135-ից փաստացի մոտ 60,000 դրամը սղվում է։ Այսինքն դու վճարում ես 3 ամիսը մեկ քեզ հետ են գալիս, այո։ Դիցուք 3 ամսվա քո հիպոթեկի ծախսը եթե 450,000 դրամ է, դրանից դու 180,000 հետ ես ստանել։ Իսկ 45,000-ը, այսինքն երամսյա մայր գումարի փակումը քեզ գալու է որպես կապիտալ ներդրում, եթե կարելի ասել։ Ես ինչպիսի բնակարան եմ կարողանում ունենալ դրա արդյունքում, քանի քառակուսի։ Փոքր բնակարան, Երևանի կենտրոնում դա չի լինի, մարզերում կամ Երևանամերձ հատվածներում հանգիստ կարող լինի։ Եվ նաև կենտրոնին ավելի մոտ նաև վարչական շրջաններում դեռևս կան որոշ նախագծեր, որ այս թեմայի մեջ ակտիվ են։ Շատ լավ, այսինքն բնակարան ունենալը մեր օրերում այդքան էլ այդ Ferrari-ի ժանրից չէ ամեն դեպքում։ Բացարձակ այդպես չի, որովհետև հիմա կա նաև տարաժամկետ վճարման մեթոդ է, որը որ կարևոր է նշել, թե ինչ է իրենց ներկայացնում։ Եկամտային հարկից հետո այս գործիքը արագ փոխարինես, որովհետև աշխարհը գիտեր սրա մասին, բոլորս լսել ենք սրա մասին ու ի վերջո եկամտային հարկի այդ դոմինանտության հատվածում մոտ 60%-ներ բնակարանների վաճառվում եկամտային հարկով։ Ամեն դեպքում 40%-ը վաճառվում էր տարաժամկետով։ Ուղղակի հիմա տարաժամկետի մոդելը փոխվեց այնպես, որ շատ ընկալելի եղավ ու հեշտ եղավ գնորդների գրպանի համար, հա։ Եթե վերցնենք քեշֆլոների հաշվարկը, շատ հաճախ կառուցապատման մեկնարկում ֆինանսական մոդելների հաշվարկի ժամանակ ուղղակի պետք է նայել այնպես, որ ամեն բնակարանի վաճառքից քո մոտ 300-ից 400,000 դրամ ամսական մուտք լինի։ Եթե դա համատաբար էկոնոմ կամ մի քիչ ավելի բարձր դասի բնակարաններ, եթե իրենք կենտրոնում են կամ Արաբկիրում ավելի բարձր մոտավորապես 800-ից 1 միլիոնի արանքում քառակուսի մետրի արժեքով բնակարաններ, դրանց արդեն ամսական մարումը ցիկլի ընթացքում շինարարության մոտ 600-ից 900,000-ի արանքում թիվ է կանգնում։ Այս թվերը հնարավորություն են տալիս մաքսիմալ լայն մեծ թվով մեծ խմբի մարդկանց ներգրավել ամսական վճարունակությունը, որոնց թույլ է տալիս այս բնակարանները գնել։ Եթե վերցնենք 20 միլիոնանոց բնակարանի մի քեյս, հա, այտենց 20 միլիոնանոց բնակարանը, հիմա նախագիծ ունենք մենք, որ 30%-ը մինչև շինարարության ավարտ կարող ես վճարել, մնացած 70%-ը շինարարության ավարտից ու ավարտին վերջնական փաստաթղթի ժամանակ։ Սա էքստրա լավ մոդել է, եկեք վերցնենք 50-50 տարբերակը, որ 50%-ը պետք է տաս շինարարության ընթացքում, 50%-ը ավելի հաճախ սա է հանդիպում։ Պլյուս մինուս, հա, 50, 60, 70%-ն են հանդիպում։ 20 միլիոնի 50%-ը 10 միլիոն է, 10 միլիոնը եթե 36-ի բաժանենք, որտեղ շինարարության միջին ցիկլը ավարտականով եւ այլնով 36 ամիս է տևում, 3 տարի, հա, 24 ամսից 36 ամիս է հատվածում է ավարտվում։ Մոտ ինչքան է գալիս 250-ից 300,000 արանքում ինչ-որ թիվ։ Այդ այն թիվն է, որով որ դու կարող ես բնակարան քեզ թույլ տալ։ Այն մարդը կարող է վարձով է ապրում, կարող է առանց բանկի այցելության իրեն բնակարան թույլ տալ։ Հիմա աշխարհը գնում է նրան, որ ամեն ինչ բաժանորդագրության մոդելի վրա է գնում։ Ես շատ հաճախ ասում եմ, որ $100,000 բնակարան ձեռք բերելու համար քեզ $100,000 երբեք պետք չի։
Այստեղ է մեծ խաբեությունը, այո։ Մարդիկ ու առհասարակ մեծ սերնդի մարդիկ, մեր ծնողները նամանավանդ, երբ որ խոսում ես բնակարան գնելու մասին, եք ասում որտեղից մեզ այդքան փող, որտեղ իրանց ժամանակ մոդելը լրիվ ուրիշ ձև է եղել։ Հիմա դա բաժանորդագրության նման մի բան է, ուզում ես սեփական բնակարան, ամսական վճարում ես այսքան, ուզում ես ավելի լավ, ամսական վճարում ես այսքան։ Ուզում ես exit լինես ուրիշ այլ առնես, դու կարող ես վճարես ուրիշ տեղ։ Դու կարող ես երբեք $100,000 չվճարես, բայց մի 5 տարի բնակարան փոխես։ Այո։ Այսինքն մաքսիմալ գնորդամետ, հաճախորդամետ է շուկան, որովհետև ուրիշ տարբերակ էլ չունի իրականում։ Ամեն դեպքում շուկան առաջ է գնում գնորդների նաև կամքի, որոշման, հա, եւ իրենց ակտիվության շնորհիվ, ու իրականում նաև ուրախ ենք արձանագրել, որ ամեն սերունդը, որ ավելի երիտասարդ է, հա, ու գալիս է դառնում է վճարունակ, կարծես ավելի աչքաբաց լինի, ավելի ճկուն, մենք չենք կապում մեր կյանքը շատ այդ գույքի հետ, որ այնպիսի գույք առնենք, որ ամբողջ կյանքում այդ մի գույքը ունենանք եւ մեզ կապենք այդ գույքի հետ, հակառակը մենք մտածում ենք ինչպիսի գույք առնենք, որ կապիտալիզացիան արագ բարձրանա եւ ես շատ եմ հավանում նաև այս մոտեցումը մեր երիտասարդ սերնդի ու Արսեն, եթե ամփոփելուց առաջ քեզ հարցնենք մի խորհուրդ, որը դու երկար չպետք է մտածես, հա, որ տաս, մեկ խորհուրդ գնորդներին եւ մեկ խորհուրդ շուկայի մասնակից կառուցապատողներին կամ ռիելտորական ընկերություններին։ Յուրաքանչյուրին մեկ խորհուրդ, որ Արսենը առանց երկար մտածելու կտա այս երկու կողմին։ Խորհուրդ Վարդիս խորհուրդներ բարդ եմ տալիս, բայց ես ինքս ինչ կանեի այս պահին շուկայի ցանկացած նախագիծ, որը որ շուկայը դուրս կբերեի խոր ուսումնասիրության արդյունքում եւ բոլոր մոդելների ուսումնասիրության արդյունքում ու կպատասխանեի հարցերին, թե ում համար եմ սարքում, ինչպես եմ սարքելու, ինչպես եմ վաճառելու, հետո իմ վաճառքից ու սարքելուց հետո 2 տարվա ընթացքում այդ նախագիծը քաղաքակյանքում ինչ դեր է ունենալու։ Երևի կառուցապատողի տեսանկյունից ես հարցերին կպատասխանեի։ Նույնիսկ եթե մի քիչ մեծ նայենք երկրի կյանքում կասեի, որտեղ օրինակ մեր Դալանը կամ Բոսկոն, մեր գործընկերների հետ շփվում ենք, այդ թիմերի հետ աշխատանքից ակնհայտ է, որ մենք ամբողջ թիմը ոչ թե միայն Credit Invest-ով, մենք չենք մտածում լոկալ պրոյեկտի մասին, մենք ընդհանուր երկրի իմիջի հետ կապված ենք աշխատում։ Եթե գնորդներին տեսանկյունից նայեի, խորհուրդ կտայի, եթե ես գնորդ լինեի, ինձ ավելի ուշադիր կարդալ պայմանագրերը, չմտածել, որ պայմանագրով ինչ որ հարց լուծելու դեպքերը անխուսափելի են, որտեղ շատ հաճախ լինում են кейսեր, որ ուղղակի սխալ սպասումներ ունի գնորդը, որտեղ չգիտեմ, երկար սպասել է, լավ նկարներ է տեսել, այսպես ու իր մոտ լավ ուրիշ դրական սպասում է ձևավորել, որը չի հանդիպում իրականության մեջ, բայց իրականության մեջ էլ կարող է շատ վատ բան չի ինքը տեսնում։ Այս տեսանկյունից պիտի շատ ուշադիր կարդաս պայմանագիրը, 2 անգամ ստուգես, հա, բնութագրերը, ինչ գույք ես հանձնում, ինչ գույքեր են քեզ տալու եւ այլն։ Չբացառես, որ շինարարությունը երկարելու է, որտեղ եթե փաստերով նայեք, շինարարությունները երկարում են։ Այստեղ պետք է նաև նշեմ, որ խորհուրդ կտայի ամեն ինչում չմեղադրել կառուցապատողին, որտեղ ես միշտ ասում կառուցապատողը այս փուլում, քանի դեռ մենք այս տիպի process-ներ ունենք երկրում քաղաքաշինության հետ կապված, դանդաղ, բյուրոկրատիան շատ, կառուցապատողը այսպես շատ մեծ հաշվով պատասխանատու է շինարարության ժամկետների որակի համար, որտեղ կան դեպքեր, որ շինարարությունը ավարտված է լինում, բայց ավարտական դեռ չկա ու գնորդները բողոքում են, բայց այս պարագայում կառուցապատողը պետք է հաշվի առնենք, որ ամենաշահագրգռված մարդն է, որպեսզի մի օր առաջ դա լինի, որտեվ ամբողջ գումարները, որոնք որ ծախսվել են ու եկել են այդ հատուկ հաշիվները եւ այլն, սառած են, որ բոլորին պարզ լինի, հատուկ հաշվի գումարները սառած են գումարներն են, որոնք կառուցապատողը 3 տարվա չարչարանքից հետո պետք է աշխատի։ Վերջապես Այս շատ կարևոր է, որպեսզի ակնկալիքները ճիշտ ձևավորվեն։ Շնորհակալություն Արսեն, իրականում բավականին եւ բազմաբովանդակ զրույցի համար եւ շատ նոր ինսայթներ ու գիտակցումներ տվող զրույցի։ Մենք անհամբեր սպասելու ենք, որ տեսնենք Red Invest Group-ը մարտի 27-28-29 ինչպիսի փոփոխված մոտեցումներով պիտի ներկայանա մեր հանրության ու գնորդին եւ իհարկե բոլորին սիրով հրավիրում ենք Տուն Էքսպո մարտի 20-29 Meridian Expo կենտրոն։ Շնորհակալություն Արսեն, որ ես եմ շատ շնորհակալ
շատ Եթե ինչ որ ավելացնելու բան Ես կավելացնեմ, որ մի առանձնապես մեծ փոփոխություն տաղավարների մյուսի մասով չինելու, ուղղակի ինձ թվում է մենք մի քանի նոր նախագծեր ենք ցուցադրելու, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու Տուն Էքսպոին, սպասում ենք որ պրեմիերան Տուն Էքսպոին անենք։ Պրեմիերաներ ունենք այս տարի շատ։ Երկրորդը շատ շնորհակալ եմ, որ Տուն Էքսպոն այս տարի մարտին որոշվեց, որովհետև Երկար պայքարից հետո։ Այո, որովհետև մարտ ավանդական տարին սկսվում է դանդաղ, հետո արագանում է վերջում։ Այս տարի ես վստահեցնում եմ, որ այդ ակսելերացիայի էֆեկտը տարվա սկզբից լինելու պարագայում էական մեծ ազդեցություն կթողի ոչ թե 4 ամսվա կտրվածքով, այլ շուկայի միջև տարեվերջան ցիկլի վրա։ 27 թվականին արդեն 26-ը ամփոփենք ավելի լավ թվերով։ Ես կարծում եմ, այս էլ արի կանխատեսում անենք, որ փաստով ես կարծում եմ մոտ 15000 գործարք է լինելու 2026 թվականին, պլյուս մինուս 15-16000։ Հիշելու ենք։ Այո, խնդրում եմ հիշեք, եթե Արսենը ասել էր, հենց այդ խորագրով էլ Միջև ես ինչ ասել եմ եղել է, ոչ մի անգամ չեմ սխալվել մեծ տարբերությամբ։ Ընտիր։ Շնորհակալություն շատ բարեկամներ, դուք դիտում եք Տունկաստը, որը Տուն Էքսպոյի պաշտոնական ոդկասթն է, այստեղ մենք քննարկում ենք անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտին առնչվող ամենաթարմ հարցերը, նորությունները, վիճակագրությունը, տեմպերը եւ իհարկե սա վստահելի հարթակ է, որտեղից դուք որպես գնորդ կարող եք միշտ ունենալ արժանահավատ ինֆորմացիա։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ու սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի առաջինը տեղեկանաք մեր նոր էպիզոդների մասին։ Մի մոռացեք նաեւ միանալ մեզ սոցցանցերում, մենք շատ ակտիվ ենք Instagram-ում եւ ավելի անմիջական ենք շփվում եւ իհարկե շնորհակալ ենք, որ դիտում եք մեր ոդկասթը։ Լավ եղեք, մինչ նոր հանդիպում։